Երբ եք բացվել։ Անցած տարի ենք բացվել վերանորոգումից հետո, բայց անցած տարի ամբողջ մարտից սկսած մինչև տարվա վերջ բավականին գործունեություն ենք ծավալել, մի քանի նկարներով փորձել ենք դուրսել, որտեղ բնակիչներն են հետաքրքրում, թե ինչա տարբերվող է նորամուծություն է իրենց համար, ոչ ֆորմալ կրթությունը կամ հենց երիտասարդական կենտրոնի մոդելը։ Անցած տարի համայնքապետարանի աջակցությամբ նաև խոշոր ծրագրեր ենք արել, որտեղ միավորել ենք խոշորացված համայնքի բոլոր բնակավայրի երիտասարդներին։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Բարև ձեզ ժողովուրդ։ Ոնց եք։ Ինչ եք անում հիմա։ Խնայողություններ խաղում։ Բարև ձեզ։ Լավ ստացվում է։ Շատ լավ։ Կենտրոնական բանկի ծրագրին ենք մասնակցել, խաղումներ ենք ստացել։ Սենց։ Բարև ձեզ։ 20 միլիոն գրանտ եք ստացել, հա։ 25924 եղելապետության ֆինանսավորումը 5 միլիոն դրամ համայնքապետարան արդեն դրսի աշխատանքների եւ մեր կազմակերպությունից 3-4 միլիոն։ Ինչքան շահառ ունեք, ինչքան մարդ է գալիս։ Բարև ձեզ։ Այս տարվա սկզբից մինչև հիմա 1200-ից ավել այցելություն ենք ունեցել, բայց հիմնական շահումները, որ բոլոր ծրագրերի միշտ են 30-ից 50 պարբերաբար ունեցել։ Այս պարին ինչքան մարդ կա, բացի իրանցից 34-ը գրանցված է եւ 3-ից հարկ է։ Լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հավենք որտեղ ենք բարևել այսօր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, նստեք։ Հիմա ինչ եք անում։ Նստեք։ Ձեր կյանքում ինչ է փոխել երիտասարդական կենտրոնը։ Նախկինում որտեղ էիք հավաքվում օրինակ։ Այդ է ասում։ Այսինքն նախկինում չունեիք տեղ, հիմա ունեք։ Գալ իսկ ժամբան կա, հա, թե միջև ուշ աշխատում, բացա։ Սովորաբար մենք աշխատանքային որպես գրաֆիկ ունենք 9-ից 6-ը, 3-ից հետո համարում ենք երիտասարդական ծառայությունների մոտությունները, որպես երիտասարդական աշխատանք հենց այդպես, բայց մենք շաբաթ-կիրակել ենք անում, հաշվներ ենք անում, կրթական ճամբարներ ունենք, որպես համային սահմանափակում չունենք, ընդորում 13-ից 35-ի առումով տարիքային սահմանափակում է չկա այդ հատվածում բոլորը կարող։ Ու համայնքը ծրագիր ունեցանք հենց այդ մեր իրանք օրինակ բոլորը մասնակցել են, այդ ներում ծրագիր արեցինք, բոլոր խոշորացված բնակավայրի գյուղերից եկան ինտելեկտուալ խաղմրցույթ են կազմակերպել, պարբերաբար վերջում այդ ֆինանսացան, որոնք շփվեցին միասին, որոնք այդ ծրագրերին մասնակցեցին։ Համայնքները շատ ակտիվ աջակցություն Շատ լավ է, շատ լավ է։ Եղավ, երբ այնց եք գործում։ Անցած տարի մարտից սկսել ենք գործել այս պայմաններում, բայց մինչ այդ էլ ենք իրականում գործունեություն ծավալում, բայց այս վերանորոգված ու կահավորված վիճակում այս Այսինքն գրանտային ծրագրի մասնակցել եք։ Իսկ տարածքը ումն է։ Տարածքը համայնքին արվածուն քարոքսի նվիրաբերել ենք, օգնել ենք, այս տարելելի գումարով օգնում ենք։ Այսինքն առանց համայնքապետարան ու էսի լավագույն համագործակցության ձեռնապետություն համայնք ու ՍԿ-ի մենք այդ արդյունքը տեսնում ենք ու ես երկրորդ հարկներ են բավականին շատ Ինչ։ Երկրորդ հարկներ են ուզում։ Հա, շատ լավ։ Շատ լավ։ Եղավ դե հաջողություն ձեզ։ Հա։ երեխաները գնդասար հկն մեր գործընկերը WWF-ն է Հայաստանը եւ զբաղվում ենք վայրի բնության պահպանությամբ Էսով է նկարել օրինակ։ Սա մեր ֆոտո աշխատակիցների կողմից տեղադրված ֆոտոթակարդներն են նկարել որքանով է երեխաների մասնակցությունը հկն կոնկրետ ունի իր աշխատակարգը, բայց ունենք նաև երիտասարդական ակումբ, ուզում եմ երեխաները մի փոքր ներկայացնել։ Համեցեք։ Իհարկե գնդասարի հիմնական նպատակը վայրի բնության հետազոտությունը պահպանումն է, բայց մենք որպես երիտասարդական ակումբի անդամներ ունենք մեր առանձին նպատակը սահմանած, դա հանրության էկոգործության մակարդակի բարելավումն է, ինչը մենք սրանով
ասել, մեր հիմնական նպատակը, երիտասարդներիս հիմնական նպատակը մեր տարիքի երիտասարդներին, ինչպես նաև մեզանից ավելի ցածր տարիքի երիտասարդներին իրազեկել մեր շուրջ կատարվող էկոլոգիական երևույթների մասին եւ իրենց մեջ հոգատարություն ու սերմանել փայլի բնության, ինչպես նաև հենց մեր յուղի մասին։ Մեր հիմնական նպատակը սա է։ Հա, կենսաբազմազանությունը էս։ Մեր զանգակատան համայնքում մեկ բնապահպանական տարածք, մեր Սյուզեն ՀԿ ղեկավարն է, այս բեզոյան հատերից արդեն մի քանի սուրյով, ասենք 30-40 հատով տարբեր։ Արդեն այդ շնորհի դրան արդեն ինքը շատ լավ։ քանակով կա արդեն, էլի Շատ լավ։ մենք այդ հայկական մուֆլոնի հետ կապված խնդիր ունենք արդեն։ Մենք առաջին անգամ Ինչ խնդիր։ Մուֆլոնի հայկական ծննդարանը մեր տարածքում Որ վերականգնվի, հա։ Աղջաբանից կարից այստեղ ծնում են նորից գնում։ Այսինքն իրենք հարմար ապրելավայր է իրենց համար, պարզապես մինչ այս 2018 թվականից ենք զբաղվում մինչև այդ տարածքները հատուկ պահպանվող տարածքներ չէին համարվում։ Դրա արդյունքում մենք մոնիթորինգներ ենք անում եւ ունենք աճ, առաջին անգամ տարածքում տեսել ենք լուսան, ֆիքսել ենք ընձառյուծ եւ մեծ հույս ունենք, որ նկատում ենք կենդանիների շարժ եւ աճ, դա ողջունելի է, իսկ երեխաների մասնակցությունը արդեն անգնահատելի է, որտեղ համոզված ենք, որ բնապահպանությունը 2-3-10 հոգով չենք կարող անել, այլ լուծումը սա է, որ մենք Մոնրեալի նպատակներից մեկին հասնելու համար մենք տեսնում ենք, որ պետք է բնապահպանական կրթություն տանք ամենափոքր տարիքից սկսած։ Բանջարներն ուզում հատկապես նշեմ հենց այս օրինակը ու առաջ անգամ չի որ իրանք ստեղ են, այսինքն այս կենտրոնը դարձել է մեր միջավայր, որտեղ բոլորս համագործակցության արդյունքում բժշկական քոլեջ ուսանողները հենց ՈԴԻ-ից ՈԿՖ բանավանից երիտասարդներ զանգակարանից, այսինքն այն կենտրոնն է, որ միավորում է բոլոր այդ ստեղծագործ խմբերի որոշակի այս ոլորտում, երիտասարդական ոլորտում, ով ինչ անում է, մենք ասում ենք, որ սա բոլորին է, ձերն է, ոնց որ պետությունն ասում է ձերն է ու գնացեք օգտագործեք, մենք էլ բոլորին ասում ենք ու բավականին շատ ունենք համագործակցություն, սա օրինակներից մեկն է։ Շատ լավ, շատ լավ։ Ուրախ եմ շատ։ Ինչքան խնայեցիք։ Մեքենան առանց տասել ավելացավ։ Ինչ առանք։ Այս Ընտանիքի նպատակ։ քնայողության խաղը կենտրոնական բանկի կողմից է էլի մշակված։ Իսկ մենք որպես ընտանիք մեր ծախսերը, բանկային հետ գործարքները։ Սև ցուցակ չգնաց։ Սև ցուցակ չգնաց, վերջում է դաշտի տատիկը մահացավ։ Այդ կարևոր տատիկն եմ ասեցի, իսկ առողջապահության Ճիշտ է, դրա համար, այո, դրա համար էլ դրա համար օգտվում էր, մեզ էլ լիքը sense պլյուսներ ունեցան, դրա մեր կյանքի առողջության ապահովագրությունից օգտվեց, առողջությունը կարգավորեց, թոշակը ավելացավ, անկանխիկ առևտուրը արեցիք, հետ վճարը ստացավ։ Դրա համար կյանքի որակ։ դրա համար մեր կյանքի որակը 40 հասանք մինչև կյանքի որակը բարելավ։ Շատ լավ, լավ է։ Առաջ։ Քարտեզներից կարող եք տալ։ Քարտեզ ունենք, քարտեզ բերել։ Իսկ սկզբանե այդ ծրագրով եք, ամենից հանդիպելու համար։ Շատ լավ, ուրախ եմ շատ։ Մենք Ֆինանսական գրավիտությունը որ տարիքի երեխեքի հետ է կանում, ավելի փոքրերի հետ եք, չէ՞։ 16, մենք 16 տենց։ Ֆինանսական գրավիտությունը վերջի ծրագրի մասնակցություն Մեկ էլ զորամասում եք իր այդ հանդիպել։ Ես ծառայության ժամանակ է Ղարթենից։ Ուրախ եմ։ Լավ եք։ Իսկ շենքի մնացած հատվածում ինչ է, մանկապարտեզ, դպրոց։ Հա։ Այս սոդի բանավանը քրտանազացիայի մեծ խնդիր ուներ, ամբողջ շենքի տակը բաներ, մենք հիմա մաքրման կայանենք ցածը, որ աշխատում է, ամբողջ է 4 վիճակում այս բանը։ Ասա
Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մենք ձեզանից։ Բարև եկեք։ Ինչպես եք։ Շատ շնորհակալ ենք ձեզանից։ Այս որ 65 պլուսը տվել եք, շատ շնորհակալ ենք։ Շատ լավ։ Շնորհակալ ուրիշ ոչ մի բան։ Շատ լավ։ Մեր բոստիկները ձեռով պահեք, վարչապետ ջան, որովհետև առողջ լիներ, ապրեցակ լիներ։ Վարչապետ ջան, խաղաղություն բերեք մեր։ Մենք խոսացեք էլի։ Մեր երկրի խաղաղությունը։ Երեխեքին կամպես։ Պարոն վարչապետ, Էլի դուրս։ ներեք մեծ հարց կարելի է Շատ ապրեք, շատ գոհ եք, ուրախ եք, աշխարհը պահում եք խաղաղ։ Ես Անդրանիկն եմ։ Մի վարքան էլի տուր։ Երեխեք ես վերցրեք, ես էլ Խաղաղություն տվեք, ես ժողովուրդը մեղք եք։ Պարոն վարչապետ, ես Անդրանիկն եմ, գյուղ երեքնաբանությամբ։ Զբաղվում եմ անաստապահությամբ։ Ունեմ մոտ 100 գլուխ անասուն։ Տարած չունեմ, էլի որ սարը եկամ, ինչ եք ուզում անել։ տարածք եմ ուզում։ Որ տանեմ իմ տավար անասունը։ Դա համայնքի հետ չի լուծում։ Հա, դիմել եմ, պարոն վարչապետ, չի լուծում։ Երկու տարի է Այստեղ էսենց ոտի վրա։ Դա Գևորգյան Դավիթը ուրա։ Մի հատ տեսեք քաղաքացին ինչ ունի։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Այսինքն բանում է ասել։ Երեխեքից ոչ եղեք էլի Շատ գոհ եմ, որ մեր ջուղի ճանապարհները մի րոպե սուս մնացին։ Մեր ջուղի ասֆալտները սարքել ես։ Դեղերը ձերի ստանում եմ, թոշակներն բարձրացրել ես։ Շատ գոհ ու շնորհակալ եմ։ Առողջություն լինի։ Ես երազել եմ, որ քեզ գրկեմ։ Բաճիկով, Ապրես, հավատան։ շնորհակալ եմ Ժողովուրդ ջան, լավ եղեք Ժողովուրդ ջան։ Հաջան։ Բարև։ Ես քո ցավը տանեմ, դու իսկ չանանչես։ Այս ժամանակ, որ ես քո թեկնածուն էի, Արարատում ոչ մեկ ես չէր ճանաչում։ Իսկ Ասլան Ավետիսյանին որ դու տվեցիք ջպել, հետո Ասլան Ավետիսյանին տվեցիք քաղաքապետ, տղին տվեցիք մարզպետի օգնական, ես Գանջիր Հովարյանի կին եմ, որ Ասլանը սպանեցի մարդին, դու ելույթ ունեցար բեմի վրից ու ոչ մի բան չարեցիք, ես քեզ խնդրում եմ, մենք ունենք 10 դրող ունեմ իմ տան մեջ, ես քեզ հարգում էի, սիրում էի, 10 դրողից ոչ մեկ չի դրի քեզի, որովհետև դու Ասլանին տեղ տվիր, Ասլանը սպանեցի մարդին։ Լսում ես ցավը տարիմ, չէ որ այն ժամանակ ես քո կողքին էի կայնած, որ Արարատում ոչ մեկ չկա։ Ես ձեր հարցը բարձրացրել եմ, իրավապահները քննել են, ես չեմ կարող մտնել քրեական գործերի մեջ։ Ինձ ասում է, այո, ես եմ սպանել։ Ես ձեզ ցավակցում եմ, բայց չեմ կարող։ Ինձ ասում է, ես եմ սպանել, բայց մի կայն ասում է, թե ես քեզ բադի կտամ։ Ես ցավակցում եմ։ Լսի, կներես, 1,500,000 էլ ինձանից փողով պահանջում ես մարդը, որ ես ապացուցել եմ, որ ես 1,500,000 կտամ միան։ Շատ լավ։ Մեր գերիների հարցը երբ պետք է որոշվի։ Ընթացքում կորոշվի։ Խնդրում եմ մեր գերիներին ազատեք բերեք, էլի։ Պարոն վարչապետ, մի րոպե լսեք, էլի։ Որ ճանապարհով գալիս եք, երևի նկատեցիք, չէ՞, Երասխավանում, Սևակարում, լիքը սինու տները չէ սարքած։ 16 միլիոնի ծրագիրն է։ Մի ցավոք իմ նման բազմազավակ հայր եմ, իմ նման լիք ընտանիքներ այդ ծրագրի չեն կարող օգտվել։ Գացի գարիսկի չեն կարող, որովհետև հարուստը գալու է քյասիբետ մասնակցում է աճուրդին, բնականա հարուստն է կրել։ Այդտեղ աճուրդ չկա։ Աճուրդ առաջինը չկա աճուրդ ընդեր։ Ես քիչ չեմ կարող օգտվել մեծ ծրագրից։ Ես չեմ կարող։ Չեմ կարող։ Դու որտեղ եք ապրում։ Ես ապրում եմ Սուրենավանում, Վարդսորում մնում Ստեղարատում։ Եղբայր, հազարավոր մարդիկ օգտվում են։ Բայց ես չեմ կարող օգտվել։ Դե հիմա ձեր հանգամանքը առանձին պետք է նայել, բայց մենք բազմազավակ ընտանիքների համար հիմա
Մեր նախընտրական ծրագրումները առել ենք, քանի երեխա ունեք։ Ես ունեմ 5, բայց ձեր ծրագրում տալիս է որ 6-ից բարձր 5-ը Դե 6-երի հարցերը լուծենք, հետո 5-երի հարցերն է կլուծենք։ Լավ է։ Ստեղծուն, շնորհակալ եմ։ Եղբայր պետք է գնանք, ասեք։ Կամաց չկա, միկրոֆոն ավրես ուղիղ եթեր, հա։ Կամացի բան չկա։ Ուչինիս հարցը դրիր տեղը։ Ես կու ցավը տանեմ։ Չէ, էդ է ուզում։ Լավ եղեք, լավ եղեք։